Վանացայինեն և լիպանանահայ խմբերկային արվեստը հայդակրեն, բարի երեկո հարգելի ունկնդիրներ, ձեզ հետ են Մարալը և ցայնի հաղորդավար Ժորժինան։ Այսօրվա հայդակրով պիտի ներկայացնենք հայ գաթողիկե համայնքի գրունկ երգչախումբը։ Հայդակրի ընթացքին պիտի ունկնդրենք երգեր երգչախումբի կատարողությամբ։ Հայ գաթողիկե Պատրիարքարանի գրունկ երգչախումբը գհիմնվի հունվար 1992-ին նախաձեռնությամբ Դան Գիլիգիո գաթողիկե հայոց ամենաբադիվ և կերերչանիկ դեր Հովաննես Պետրոս 18-րդ Կասպարյան գաթողիկոս Պատրիարքին 2000-ն սկսյալ ամենաբադիվ և կերերչանիկ դեր Ներսես Պետրոս 19-րդ Թարմունի գաթողիկոս Պատրիարքը գշարունակի հովանավորել այս երգչախումբի կորձնեությունը, իսկ հայր Անտրանիկ Զայրաքուն վարդապետ Գրանյան կստանցնե երգչախումբի հոգևոր վարիչի պաշտոնը։ Անոր կհաջորդեն արիաբադիվ հայրեր Մանուել եպիսկոպոս Պատակյան և Հովանես եպիսկոպոս Թեյրուզյան, իսկ 2011-ն սկսյալ կերաբադիվ Վարդան վարդապետ Կազանջյան։ Գրունկ երգչախումբի հիմնադրության առաջին օրեն երգչախումբի խմբավար գորոշվի Եթվարդ Թորիկյան։ Դրված լալով որ սվիրկահայ երգչախումբն է, երգչախումբին անունը գտրվի գրունկ, անունով այն քաղտող դրջունին, որ գխորհրդանշե սվիրկահայությունը։ Նորագազմ երգչախումբին իր հոժարական մասնակցությունը գբեր է Էշրեֆիեի, Բուրչամուդի, Զալայի և Անջարի ժողովրդապետական երգչախումբերու երգիչ երգչուհիներու 50 հոգինոց ընդրանիմը։ Երգչախումբի վարչությունը կգազմվի ժողովրդապետական յուրաքանչյուր երգչախումբեն զույգ ներկայացուցիչներ է։ Անոր առաջին փորձերը կսկսին 13 փետրվար 1992-ին։ Նորաստեղծ երգչախումբին կենտրոնադեղին գլա հայ գաթողիկե Պատրիարքարանը, Էշրեֆիե, իսկ փորձերը կկատարվին ամեն 3 շաբթի և ուրբաթ օրերը երեկոյան ժամը 8:30-ին 10:40 Էշրեֆիեի Հոգեմենի Արարատյան սրահի մեջ։ Գաբահովի նաև երգչախումբի անդամներուն փոխադրությունը Էշրեֆիե Բուրչամուդ Զալա։ Փորձերու ընթացքին անդամները կկատարեն ցայնամարզություն, նոտագիտություն, երաժշտական ունգընտրություն և բազմացայն երգերու վարժություն։ Գրունկ երգչախումբի երգացանկը կպահպանա դասական և այժմեական հոգևոր և ժողովրդական երգեր է։ Անգերգ է հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։ Երգչախումբին անդամակցին բոլոր այն հայրենիները, որոնք կսիրեն երգել և հետաքրքրված են իրենց երգեցողության մակարդակը ավելի բարելավելով, գեղեցիկ երաժշտություն ստեղծելով, հաճելի ու օգտավետ բահեր ապրելով և նոր բարեկամություններ հաստատելով։ Անոնց մե ոչ մեկ երաժշտական գիտելիք կպահանջվի։ Գրունկ երգչախումբի կորձնեությունը կգազմե դարեգան համերգներ այլազան երգացանկով, հայաստանյաց եկեղեցվո բազմացայն սուրբ մադարակ երգեցողություն, հատուկ առիթներով, մասնակցություն հայկական լիբանանյան ու միջազգային մշակութային ցերնակներու և ցայնակրություն նոր խդասալիկներու։ Գրունկ Պատրիարքական երգչախումբը ըստ իր կանոնակրության կնպատակադրե ծառայել եկեղեցվո հայասկին ու Լիբանանին իր մշակութային բարձրորակ կորձնեությամբ եկեղեցական ու ազգային երգեցողության մարզերու մեջ։ Շնորհիվ երգչախումբի անդամներուն դրված ցայնագրթության գրունկ նաև գծկտի սադարել ժողովրդապետական երգչախումբերու որակի բարելավումին և երգչախմբային կյանքի աշխուժացման յուրաքանչյուր ժողովրդապետության մեջ։ Խումբը մասնակցություն կբերե Լիբանանի մեջ կամ արտալիբանանյան ցերնակներու, հատկապես եկեղեցական հանդիսություններու, հայ գաթողիկե Պատրիարքարանի նախապես ուղված հրավերի հիման վրա։ Եվ վերջապես գրունկ երգչախումբին նպատակն է լիբանանահայության բարգեւել անոր մշակութային նախկին մրցանիշը երաժշտական մարզի մեջ։ Եթվարդ Թորիկյանի երաժշտական գոչումին վրա մեծ ասացություն կունենան զմարու վանքի մեջ անոր ուսանողական տարիները 14-ին 20 տարեկանին, երբ վանքի մեջ անգաշագերդե հայր Ղևոնդ վարդապետ Դերմինասյանի օտով պանող երգեհոնի վրա իր առաջին վարժությունները գնե եւ ընկերներուն հետ երգչախումբը կգազմե։ Հոն արդեն իսկ սկսի կատարել դաշնավորումներ, բանը որաբակային պիտի գազմեր իր կորձնեության կարևոր մեկ մասը։ Եթվարդ Թորիկյան խմբավարական փորձառություն ցերկծկե 1975-ին սկսյալ ղեկավարելով մեկ ավելի երգչախումբեր Սուրիա և Լիբանանի մեջ։ Ան Հալեբի մեջ 1975-ին 1980 ղեկավարած է Թիլելի հայ գաթողիկե Գոմիդաս Թեքյա մշակութային միության նայրի և Հոպենտմեն հոյեչթի վարժարանի ավարտական դասարաններու վկայականած փաշման երգչախումբերը։
Լիբանանի մեջ գրունգի խմբավարությունը ստանցնելն առաջ ղեկավարած է հայ կաթողիկե պատրիարքարանի Գիլիգա երգչախումբը 1980-2007, հայ կաթողիկե միացյալ երգչախումբը 1985-1991, Թոմեմեն հոյեճըտ միացյալ երգչախումբը 1986 եւ հայկական վարժարաններու աշակերտական երգչախումբեր Մեսրոբյանի, Սրբույի Ակնեսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի, Թեքեյանի, Նուբարյանի եւ Ասկային Եղիշե Մանուկյանի մեջ։ Աբա անգար ժամանակի ընթացքին կմասնակի դանա Երևանի Գոմիդասի անվան Փարսակույն երաժշտանոցի մեջ Արթուր Վերանյանի մոտ։ Աբա գրոնական երաժշտագիտության հատկապես հայկական ու միջին արևելքի հոգևոր երաժշտություններու մեջ կմասնակի դանա Կասլիկի Սուրբ Հոգի համալսարանի մեջ, ուր հետակային 1999 սկսյալ կտասավան տենոտագիտություն, հորինում, երաժշտության պատմություն, վերլուծում, հայ երաժշտություն եւ այլ նյութեր, նաեւ գտարնա համալսարանի երաժշտության դպրոցի մեջ տեսական նյութերու բաժնի վարիչ եւ երաժշտագիտության ամբիոնի խորհրդի մնայուն անդամ։ Երբ 1992-ին Եդվարդ Օրիգյան կստանցնե գրունգ երգչախումբի ղեկավարությունը, ան ուսուցչական հրաբարակագրական եւ երաժշտական հորինումի իր բազմամյա վաստակին առընթեր գմշագե ու գտաշնավորե 100-ը ավելի հայերեն, եվրոպական եւ հատկապես արաբերեն երգչախմբային բազմացային երգեր։ Անոր հորինած կամ տաշնավորած արաբերեն երգերը կգադարվին զանազան երգչախումբերու գոմե Միացյալ Նահանգներու, Կանադայի, Անգլիո եւ արաբական երգերներու մեջ։ Լիբանանի մեջ այս երգերը մեծ մասամբ կգադարվին Տրիպոլիի հայ երգչախումբի գոմե, որոնք եղարվեստական խմբավարն է Բարգև Տասլակյանը։ Մեկ տարի փորձեր կատարել է իդ գրունգի անտրանիկ համերգը դեղի կունենա շաբաթ 20 եւ գիրագի 21 մարտ 1993-ի երեգոյան Պատրիարքարանի Արարատյան սրահի մեջ Էշրեֆիե։ Համերգը ցոնված էր հայ կաթողիկե պատրիարքության վերահաստատման 250-ամյակին 1742-1993 եւ անիգա հոբելենական անտիսություններուն առաջինն էր, որ գվայել էր Հովանես Պետրոս 18-րդ Կասպարյան կաթողիկոս պատրիարքի բարձր հովանավորությունը։ Համերգը կսկսի Լիբանանի եւ Հայաստանի քայլերներու մեկնաբանությամբ առաջինը խմբավար Եդվարդ Օրիգյանի, իսկ երկրորդը երաժիշտ Բողոս Ջելանյանի մշակումով։ Աբա 44 անդամույները գազմված երգչախումբը Եդվարդ Օրիգյանի խմբավարությամբ կգադարե Վարդապետ Քալայջյան Գեցոզորթի, Բեդրոսյան Գանչ Արևին, Սայեդ Նովա Ջելալյան Կամանչա, Նասիֆ Ջելալյան Լեյլետնա, Բերբերյան Գանսրևեդղաս, Մանսուրյան Աշտանային, Հովանեսյան Ցյունեկալիս Հոպնարինե, Արդաշ Խաչատուրյան Նորից Կարուն, Ամիրխանյան Սեք Աշխարհ հայոց։
Հայդակի երկրորդ բաժնով երգչախումբը կներկայացնի Էդգար Հովհաննեսյան «Մայր Հայաստան», Էմին Արիստակեսյան «Հայոց երկուբար», Խաչատուրյան Ջելալյան «Խնջույքի երգ», Սատունց «Իմ Ղարաբաղ», Հարությունյան «Քթադեր», Խորեն Մեյխանեջյան «Քրիստոսի մեջ մեր», Հարությունյան «Դլեյաման», Ավետիսյան «Ով հայոց սարեր», Ռահբանի Թորիգյան «Ազատության երգ» արաբերեն լեզվով, Խաչատուրյան «Սուրերուբար» եւ համերգի ավարտին Ամիրխանյան հիմներգ։ Երգչախումբին տաշնագի վրա կընկերանա Լենա Յոզգաթյան «Նահաս», իսկ մեներգիչներն են Միրեյ Սաղբազարյան, Փեփրոնյա Դեր Սարգիսյան, Թալին Ժամգոչյան, Սիրամ Դերբեդրոսյան, Վարդուհի Մոմջան, Ռիտա Սաղբազարյան եւ Ավո Ակրաբյան։ Գրունկ երգչախումբի առաջին ելույթին ներկա կլան Բեյրութի մեջ գտնվող մեծանուն խմբավարներ Գևորգ Կանդահարյան, Հարություն Թոպիկյան, Ռուբեն Ալթունյան, երաժիշտներ Բողոս Ջելալյան, Ստեփան Էմմիյան, լիբանանցի երաժիշտներ, Կաստիկի համալսարանի երաժշտական բաժնի վարիչներ եւ Պարսաստիճան հոգեվորականներ։ Եդվարդ Թորիգյան այս անտրանիկ համերգին համար իր կատարած աշխատանքներում մասին կգրե։ Այս համերգին համար ընտրեցինք 20-րդ դարու երկրորդ կեսին պատկանող հայկական եւ լիբանանյան երգչախմբային ստեղծագործություններ։ Այս համերգը կգոչենք Արդի հայկական երգչախմբային համերգ։ Աբա խմբավարը կնշե իր դարած աշխատանքին օգտակար գեդերը, ինչպես նաև դժվարությունները։ Օգտակար գեդերն են ժողովրդին ներկայացնել նոր երգեր, նոր թեմաներով, ինչպես նաև հին երգեր երաժշտական նորակույն բացաճեցումով։ Ժողովրդին ծանոթացնել հայ նոր երաժիշտները, որոնց մեջ շատեր գաբրին դագավին եւ արժանի են մեծ հարկանքի։ Նոր երգերու մատուցմամբ նոր մոում ստեղծել ժողովրդի մոտ, որբեսի սիրե բարձրակ երաժշտությունը եւ իմաստնավորի երգչախմբային գործունեությունը։ Առանց բնավ թեր կնահատելու հայ տասական անվանի երգահանները Քայլ Բահել համաշխարհային երաժշտական կյանքին հետ արդի հայ երգահաններու գործերու հաջողակի կատարումներով։
Միշտ ավանդաբահ եւ նույն ադենալ մշտանորոք մնալու դժվարի միջոցներու մասին Թորիգյան հայտնի թե հայ երկի բարերուն համար պետք է ապավինել դոհմիկ ավանդության եւ կամ խորիմաս բանաստեղծության, ինչպես արած են արդիհայ երաժիշտները։ Պետք է մայր եղանակը պահպանել հայկական իր բնակիցի մեջ, զայն զդելով օդարոքի աղավաղումները, ինչպես կներ Գոմիդաս։ Դաշնավորումի համար պետք է դիմել նորագերտ կամ հնամենի համանչյուններու։ Պետք է երաժշտական գունավորում ստեղծել նույն երկի մեջ փոխնիփոխ լսելի դարձնելով միացան եւ փարտ բազմացան երաժշտություններ։ Նաեւ պետք է գշուրտային զանազան հնարքներ օգտագործել ստեղծագործությունը միշտ աշխուժ եւ հետաքրքրական բայելու համար։ Եվ վերջապես մեկնաբանական որոշ ազատություններ պետք է տալ ստեղծագործությունը կորցածողներուն, որբեսի անմիշտ աժմեական բուրե։ Երաժշտագետ եւ խմբավար պրոֆեսոր Ռուբեն Ալթունյան իր ուրախությունը գայտնե հետ պատերազմյան վերջին երկու խաղաղ դարիներուն Բեյրութի հայկական մշակութային կյանքին վերագենտանացման համար եւ գրունգի այս համերգի իր դպավորության մասին կգրե։ Երկչախմբի գդարած առաջին մի քանի երաժշտական գդորներից բարձ դարձավ, թե ինչ կրտնաչան եւ նպատակասլաց գործ է արվել մեկ դարվա ընթացքում, ինչպիսի ճանասիրությամբ եւ խնամքով են աշխատել ամեն մեկ երկի վրա։ Երկեցողական միասնականություն, ինդոնացիոն մակրություն, մեղմուհավասար քարացան հնչեղություն, դեմբրային եւ նիվանսային բազմազանություն գդարողական արժանինքներ, որոնք յուրահատուկ են պրոֆեսիոնալ երգչախմբերին։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել երգչախմբի ղեկավար Էդուարդ Թորիգյանի գդարած մեծ եւ համբերատար աշխատանքը։ Հմուտ խմբավարին հատուկ պրոֆեսիոնալ իր կարողություններով նա հասել է գդարողական մի մագարտակի, որը կալիս է շարունակելու Բերբերյանի, Գանաչյանի, Բատմակրյանի դարիներ առաջ ղեկավարած երգչախմբերի համերգային գդարողական գործունեությունը։ Գրունկ երգչախումբին առաջին համերգին բազմաթիվ հոդվածներով կանտրատարնան դեղական, ֆրանսադար եւ հայադար մամուլը։ Աստագի տախտագիցը գկրե։ Գրունկ հանրության ներկայացավ մեծ մասամբ նոր երգերով։ Հայդակրի մեջ կային նաեւ հին երգեր, ինչպես Սայեդ Նովայի Կամանչան, Լելայաման երգերը եւ Արամ Խաչատուրյանի Սորերուբար եղանակը։ Այս երկերուն դաշնավորումները կատարված էին նորարար ոճով, երաժշտական փոփոխություններ բերելու համար անշուշտ։ Կամանչան քարացան երգչախումբի համար դաշնավորած է Բողոս Ջելալյան։ Առաջին ընկերությունը, որ ինքնադիպ էր եւ գվգայեր դաշնավորողին երևակայության թրիչքին ազատությունը։ Գրունկ երգչախումբի այս հոպելենական համերգը կգրկնվի 2 մայիս 1993-ին Բուրչամուդի Բողոսյան տադերասրահի մեջ։ Նույն ձիրի մեջ երգչախումբը 2 համերգներով հանդես կուկա Եգիպտոսի մեջ։ Երեքշաբթի 9 նոյեմբեր 1993 երեկոյան ժամ 8-ին Կահիրեի օպերայի փոքր դահլիճի մեջ եւ հինգշաբթի 11 նոյեմբեր 1993-ին Աղեքսանչու մեջ։ Գրունկ երգչախումբի 1993-ի վերջին ելույթը հատկապես նվիրված էր Հայաստանի երկրաշարժի 5-րդ տարելիցին եւ դեղի կունենա 10 դեկտեմբերին Պատրիարքարանի Արարատյան սրահի մեջ։ Երգչախումբի 1994 տարեշրջանի կորձնեությունը կընդգրկե դարեգան համերգ 25 մայիսին Զալայի Սուրբ Խաչ եկեղեցու Բեդոլյան սրահի մեջ, 15 հունիսին Բեյրութի մայր հրաբարագին վրա, որ որպես դիբար Լիբանանի մշակութային վերածնունդին նկարահանված է ֆրանսական հերադեսիլեն։ Նաև 20 սեպտեմբերին Պարեսիրական համերգ Սուրյո Կեսապ գյուղի մեջ։ Գրունկ երգչախումբը 21 հունիս 1995-ին գեշ ժամվան երկացանգով կմասնակցի Թեքեան վարժարանի պագի մեջ կայացած երաժշտության համաշխարհային դոնի հանդիսությանց գազմագերբությամբ Կաստիկ Թեքեան երաժշտական դպրոցին։ Շարունակելով իր առաքելությունը գրունկ 1996-ին 5 երկերով իր մասնակցությունը կբերե Գիրագի 25 փետրվարին կայացած հոպելենական հանդեսությանը նվիրված կարդինալ Գրիգոր Բեդրոս 15-րդ Աղաջանյանի ծննդյան 100-րդ տարեդարձին Կասնիկի համալսարանի ամֆիթատրոնի մեջ։ Նաև նույն դարվան 10 նոյեմբերին գրունկ կհրավիրվի համերգով նշելու Ռամգավառ ազատական գուսակցության հիմնադրության 75-ամյակը Էշրեֆիի հույներու ավետման սրահի մեջ։ Իսկ 26 դեկտեմբեր 1996-ին գազմագերբությամբ Սուպերգիչ եկեղեցու ժողովրդաբեդ Քևորգ Եղիայանի Բուրչամուդի Բողոսյան սրահի մեջ խումբը կներկայացնե Սուրբ Ծննդյան համերգը նվիրված քրիստոնեության 2000-ամյակին մասնակցության պլպուլ մանկաբադանեգան երգչախումբին զոր ղեկավար է Մանուել Քեշիշյան։
Այս հadoop հայդակրի մեջ ներառված են հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով Սուրբ Ծննդյան եւ Ամանորի երգեր։ Տաշնագի վրա երգչախումբին գերանա Անի Քադայան, գիտարի վրա Գարբիս Վարբեդյան եւ սաքսոֆոնի վրա Ժան Լահուդ։ Զույգ երգչախումբերու միացյալ ելույթը չեմ կնահատանքի գարժանանա ներկաներուն գոմե։ Գրունկ իր երթը գշարունակե թե առանցին ելույթներ դալով եւ թե իր մասնակցությունը բերելով քաղաքային ցերնագներուն։ Այսպես 12 հոկտեմբեր 1997-ին գրունկ երգչախումբը 8 երգերով կմասնակցի Բադրիարքարանի Արարատյան սրահի մեջ հայ գաթողիկե եկեղեցու բադրիարքական համակումարի բադվիրագներուն իբադիև գազմագերբված երաժշտական երեգոյիմը։ 1998 տարեշրջանի երգչախումբի անդամներուն կդրվի հadoop ցայնագրթություն, որոնց շնորհիվ կարելի կլասադարել նաև ժողովրդապետական երգչախումբերուն որակի բարելավման։ Գրունկ երգչախումբը 1 մայիս 1998-ին Էշրեֆիեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ջամարանի հիմնադրության 75-ամյակին արիտով հազարավոր հանդիսականներու ներկայության բացօթյա խաղավայրի մեջ դեղի ունեցող կոհապանական Սուրբ Պատարագին երգեցողությունը կգադարե խմբավարությամբ Պետվար Տորիկյանի։ Գիրագի 6 դեկտեմբեր 1998-ին 8 խմբեր կներկայացնեն Սրբոց Հռիփսիմյանց Պարսակույն վարժարանի հիմնադրության 75-ամյակի հոպելենական դարվան եզրափակիչ ագաթեմական հանդիսությամբ։ Իսկ հաջորդ օրը 7 դեկտեմբերին կմասնակցի Հայաստանի երկրաշարժի 10-ամյա դարելիցին նվիրված հուշ երեգոյին, որ կազմակերպված էր Լիբանանի մեջ Հայաստանի տեսփանադան կողմէ Բուրչամուդի Բողոսյան սրահի մեջ։ Գրունկ երգչախումբը եզրափակե հայդակիրը ներկայացնելով 3 խմբերներ։ Գրունկ իր 40 անդամներով եւ Պետվար Տորիկյանի ղեկավարությամբ 17 հունվար 1999 երեգոյան գուդադարեգան բազմացան համերգ Բեյրութի ամերիկյան համալսարանի Assembly Hall-ի մեջ։ Երկու բաժինները գազմված հայդակիրը կպաղկանա հայկական եւ եվրոպական դասական երկացանգի եւ երգչախումբին կգերակցի 14 հոգինոց Սենեգային նվագախումբը։ Հայդակի առաջին բաժնով երգչախումբը կգադարե Լիբանանի եւ Հայաստանի քայլերները, Աբա Ալթունյան գրունկ, Գարամուրզա Ալակիաս Պարսր դեղա, Կեզիմերնիմ Հապրպան, Հոյնազանիմ եւ Լեպոլելլե, Գոմիդաս Հովնանուշ, Հովանեսյան Երգինք Ամբե եւ Լենթուպ ու Գանաչ Տերևիկ, Նիկոլ Կալենդերյան Բողոս Ջելալյան Հովլինեմ, Արաբ Արտևյան Մոր Սիրդո եւ Ռահբանի Տորիկյան Ալ-Մահաբա։ Համերգի երկրորդ բաժնով երգչախումբը կգադարե Մոցարտ Ave Verum, Laudate Dominum, Lacrimonza, Bach Sicut եւ Gloria, առաջին ունգրությամբ Ժորժ Բազ Ave Maria, Հայ Ժոզեֆ Ուեկետ Al-Majdu, Becker Swing Low Swing Chariot, Դենցա Ֆունիկուլի Ֆունիկուլա եւ համերգը իրավարտին կհասնի Պարսել Գանաչյանի վարտերի հետ խմբերգով։ Համերգի տաշնագահարն է Լենա Յոզգատլյան Նահաս։
Համերգին հայդակիր քրկուկի մեջ խմբավարը յուրաքանչյուր երգահանին եւ երկված գործի մասին դեղեցություն տված է ֆրանսերեն լեզվով, որբեսի օդար անտիսադեսները իմանան երաժիշտին եւ երաժշտության մասին։ Այս ամերիկի մասին հոդվածով ֆրանսադար La Revue du Liban շաբաթաթերթի երաժշտական քննադատ Սոնյա Նիգոլյան մեծապես կքնահատե խմբավարը, երգչախումբը, մեներկողները, նվագախումբը, հայդակիրն ու հայկական երգերը, իմասնավորի Գոմիդասի եւ Գանաչյանի ստեղծագործությունները։ Անգը կրե Ցայնային ալքիմիամը ներկործեց ունգընտիրներուն հոգիներուն հնչյուններու գադարյալ միացումով երկչախումբը առաջին իսկ վարգյանեն հմայեց ներկաները իր նուրբ երաժշտականությամբ եւ ցայներու գեղեցկությամբ ցայնային հնչյուններու այլազանությունը եւ սամոսերկության հմուտ մեկնաբանությունը դպավորեց ներկաները բացարիք երկանցանը մեկնաբանեցին գախարտական բարբեդությամբ Հարկելուն ընտիրներ, այսիսով վեշ կգտնեմ մեր այսօրվան լիպանանայ խմպերկային արվեստ հայդակիրը, որ գրնակ դարձյալ ունգընտրել այցելելով վանացայնի գայքեչի արխիվներու պաժինը, ինչպես նաև թիմադեդրի էջով։ Թարցացերդ կլանք հարաճիգա 5 շաբթի երեկոյան ժամը 5-ին, ուր պիտի շարունակենք ներկայացնել գրունկ երգչախումբը։ Ցտեսություն։